Թալինի տարածաշրջանում բնապատկերները խիստ հակասական են։ Չոր քարքարոտ ու ամայի տարածքների հարևանությամբ շեն բնակավայրեր են, ծաղկուն այգիներ այնքան փարթամ, որ շրջակա քարակույտերը վրիպակ են թվում, ու երկինքն ավելի մոտ թափանցիկ կապույտով ու հովանող ամպերով։ Սա մշեցիների ու սասունցիների ստեղծած փոքրիկ երգիրն է, որտեղ կանաչ տարեցտարի ավելի իշխող է դառնում։ Տիգրան Ղազարյանը ևս մշեցու ժառանգ է, որ 8 տարի առաջ խախտելով մայրաքաղաքային միապաղաղ կյանքն ու շեղվելով ռադիոֆիզիկոսի մասնագիտությունից ծնդավայր հացաշեն է եկել ու շատերի համար խենթ մի գործ սկսել։ Եկանք տարածքը տեսանք, անապատեր իսկապես բարի բուն իմաստով, միայն մաքրելու համար հող այդ առաջի տարում 2000 լավետ քար ենք թափել միայն։ Էլ չեմ ասում օծեր, կարիճներ, բայց երկիր էինք շենացնում, սկսեցինք մեր սեփական ուժերով, առանց որևէ կողմնակի աջակցության։ Այսօր մենք այս այգին ունենք, ստեղծել ենք մի դրախտային վայր անապատի փոխարեն։ Տիգրանը նաև պատմում է, որ քարքարոտ այս տարածքները նվաճելիս իրեն եւ մասնագիտությունն է օգնել եւ Արցախյան պատերազմում ստացած դասերը։ Ավելի մոտ գալով բնությանը սովորել է բնության լեզուն ու օրենքները, նաև հասկացել աշխատանքով ամեն ինչի կարելի է հասնել։ Տիգրան Ղազարյանն այսօր արդեն 50 հեկտար այգի ունի, կեսը ծիրանի, մնացածը խաղող, խնձոր, սալոր։ Բարեբախտաբար նրա այգին ցրտահարությունից գրեթե չի տուժել, բերքի իրացմանն է պատրաստվում։ 2005-ից Թալին ջրօգտագործողների ընկերության անդամ է։ Մեր համագործակցությունից ջրօգտագործողների միության հետ ես շատ գոհ եմ, ինչ առումով միշտ տարվա սկզբին կնքվել են պայմանագրեր, սահմանվել են լիմիտներ, ջուրը ես միշտ ըստ սահմանված քանակների ունեցել եմ։ Ջրի ոռոգման ջրի կարիք իմ աշխատանքային տարիների ընթացքում կոնե այս տարածքում ես չեմ ունեցել։ Երբեմն մեր կողմից վճարումներ ուշացվել են բան, բայց դա խոչընդոտ չի հանդիսացել, որպեսզի մենք չոռոգենք։ Ինձ թվում է ինչ-որ խրախուսելու նաև մեխանիզմներ, որ դու եթե կարողանում ես այդ մի հեկտար տեսքան ջրով ոռոգես դուրս գաս, քո ոռոգման ջուրը կհաշվենք 10 դրամով, ոչ թե 11 դրամով։ Ինձ թվում է այդպես բաներ կարելի է մտածել անել, որպեսզի ջուրը խնայվի։ Ամենաթանկ ապրանք այսօր երևի ջուրն է, դեռ մենք երևի չենք գիտակցում, թե ջուրը ինչքան թանկ արժե, հետո այս սակավաջուր տարիները երևի ինչ-որ բան կփոխեն մարդկանց մտածելակերպում, ջրի խնայելը ամենակարևոր գործերից մեկն է լինելու։ Ու իմ այս 8 տարվա մեջ ամենաառաջնահերթ իմ գործս եղել է այգին դասավորել, ոռոգել այնպես, որ մի տևի ոռոգածով մնացորդ ջրերով ես կարողանում եմ ոռոգել մյուս կտորներ եւ փաստորեն ջրի կորուստ համարյա չեմ ունենում։ Իդեպ ոռոգման տեխնիկան համակարգի ցավոտ խնդիրներից մեկն է։ Ի տարբերություն Տիգրանի, շատ ջրօգտագործողներ թյուրիմացաբար առաջնորդվում են ինչքան շատ, այնքան լավ սկզբունքով։ Հողերի գերխոնավացման հետ կանգնում նաեւ գերվճարման խնդրի առաջ։ Տեխնիկայի առումով մակերեսային ջրումներ են կատարում, որը ջրի շատ օգտագործման հետևանք է։ Պտղատու այգիները կարող են ագոսներով ջրել, ջրում են միջշարքային տարածքները, որոնք որ պետք չեն։ Սակավաջուր տարում պետք է ագոսներով ջրվի մենակ պտղատու այգիների հիմքը բումը։ Թալին ջրօգտագործողների ընկերությունը սպասարկում է 36 համայնքի 2200 ջրօգտագործողների։ 2014-ին նրանց հետ փաստացի պայմանագիր է կնքվել 5690 հեկտարի ոռոգման համար։ Արդեն իսկ 6.3 միլիոն խորանարդ մետր ջուր է մատակարարվել հողագործներին, որից գոյացած շուրջ 70 միլիոն դրամի հասույթից գանձվել է 55%-ը։ Ընկերության սպասարկման տիրույթում գործում է 1500 կիլոմետր ջրանցք ու ջրագիծ, 32 պոմպակայան։ Ոռոգման ջրի կեսից ավելին ապահովում է մեխանիկական եղանակով։ Մեր նկարահանման պահին 30 տարվա պոմպակայաններից մեկում հերթական վթարներ գրանցվել եւ պոմպակայանն ու դրանից սնվող շրջակա 400 հեկտարը մնացել էին գործող միակ շարժիչի հույսին 4-ի փոխարեն։ Հոսանքի տատանումներն են հիմնական պատճառը, բարձրանը միանգամից, այդ շարժիչներն էլ շարքից մաշված են, կիսա շարքից դուրս եկած վիճակում են, այդ էլ գումարվում է ու սենց խնդիրներ ենք ունենեմ։ Եթե հոսանքի պատճառով էր, ապավերը գնացել չեն հատուցում, ոչ մի կերպ չեն զգացի, որ ցանցը ջրերին կամ վնաս տալուց հետո որևէ մի բան հատուցը։ Մենք պոմպակայան ենք, միկնավոր ջրեր չունենք, շատ շուշուտ են խարաբեղնում, էդի
Միշտ էլ լիճնում տեսնում ենք այս насոսի աշխատողները մեղքել են, այդքան տանջվում են, բայց ջուրը արդյունավետ չեն կրում ժողովրդին մատակարարը։ Դրանց բողոքը գալու է ժողովուրդը դժգոհում են մեզնից։ Էլի խնդիրներ ունենք։ Այս տարի մեծ աշխատանքներ կատարվավ հիմնարկի հաշվին։ Այդ պատերը շարվեցին, այդ սամուտները տեղադրվեցին, ապակիները գցվեցին, վակուում այդ սիստեմի խողովակները փոփոխման ենթարկեցինք։ Այս թեժ շրջանում ստեղծված լարվածությունը ստիպում է ոռոգման համակարգին գործել շուրջօրյա ռեժիմով, լինել ջրօգտագործողի կողքին ու օպերատիվ լուծել ծագող խնդիրները, որպեսզի հողի մշակը հնարավորինս չբախվի տեխնիկական հարցերի։ Մեր ջրաղբյուրը սկսվում է Ախուրյան լճից։ Այս տարի լիճը մոտավորապես արդեն կիսով չափ է լցվել, ոչ թե ավել, ու ուզում ենք, որ անպայման մեր բնակչության ջրամատակարարումը որովհետեւ մինչև վերջ, մինչև սեպտեմբեր ապահովենք իրանց այգիների, բոստանների բոլորի պրոբլեմ չունենան, էլի։ Ասում парք մինչև այսօր, այս 2 ամիսը արդեն մենք ենք երևի ժողովուրդը չնեղենա։ Բոլորին ապահովել ենք ջրով, իրանց նորմայով։ Ինչ եք մշակում։ Ձմերուկ, պամիդոր, դենց բիբար, բադրջան, խառը։ Ինչքան է։ Մոտ 2 հեկտարից ավել։ Ոնց է ջրի վիճակը այս Այս պայն նորմալ է, լավ նորմալ է։ Դե 2 օր առաջ բան ենք անում, տեղակ ենք պայում, ջրբաժանը տալիս եմ, ես ապահովում եմ ջուրը։ Եվ վիճարել բան լիտրով, էլի։ Խորանարդը 11 դրամով։ Լիտրը չափում են տալիս են, դրա դիմաց վճարում ենք։ Հավատում եք ջրաչափության, այ ճիշտ է։ Դե մենք էլ մեր ձևով էլ ենք չափում, այնպես չի մենակ ջրաչափով։ Մենք էլ ոտապես արդեն գիտենք, նորմալ է։ Ասում են ամռանօրը տարի է կերակրում, սա հենց հողագործի մասին է և ամենօրյա ծանր աշխատանքով ապրող գյուղացու համար կարևոր է, որ իր չարչարանքն ու կատարած ծախսերն արդարացվեն, սակավաջուր տարում հատկապես արդար ջրաչափությունն ու ջրաբաշխումը հավասար կարևոր են թե մատակարարի և թե սպառողի համար, որպեսզի ջրօգտագործողն իմանա, թե իրականում ինչքան ջուր է ստացել և համապատասխանել վճարի, պետք է ծանոթ լինի չափման մեթոդներին և հարկ եղած դեպքում կարողանա ինքնուրույն չափել իր ստացած ջուրը։ Մենք այստեղ տեղադրել ենք Յագյուս տիպի ջրաչափ, ջրաչափը տեղադրում են փոքր թեքությունների վրա, այնպես որ ջրի ամբողջ ելքը անցնի ջրաչափի ելքով, իսկ երկին ջրթափից ներքև պետք է լինի ցածր հորիզոն կամ հավասար լինի ջրաչափի մակարդակին։ Ջրաչափը ցույց է տալիս ըստ պահին 21 սանտիմետր հոսք։ Նայում ենք մեր աղյուսակը, որի համապատասխան 21 սանտիմետրը կազմում է 38 լիտր։ 38 լիտր ջուր պարոն Ծառուկյանը այս պահին ստանում է իր ագին ջրելու համար։ Որպեսզի պարոն Ծառուկյանը միանգամից էլ իմանա, թե դրա դիմաց ինչքան է ինքը վճարելու, մեր կողմից պատրաստված են ուղեցույցներ, հատուկ աղյուսակներ, որ տվյալ երկի համար 38 լիտրը քանի ժամում ջրի պարոն Ծառուկյանը, դրա համապատասխան ինքը կիմանա, թե քանի մետր խորանար ջուր է ստացել։ Այդ չափականակ իմանալով դա կբազմապատկի ջրի սակագնի վրա եւ կստանա իր ամբողջ ջրի վարձը այս պահին։ Թալինցի Հայկ Ծառուկյանը հպարտանում է, որ սեփական ձեռքով տնկած 6 հեկտար այգի ունի՝ ծիրան, խնձոր, սալոր, տանձ ու խաղող։ Ամեն օր այգում է եւ առիթն էլ չի կորցնում հերթական անգամ Երևանից եկած մասնագետից առաջին աղբյուրի հավաստիությամբ ջրաչափման նրբություններին ծանոթանալու համար։ Պետք է հստակ իմանա ինչքան է վճարում, ինչի դիմաց։ Եթե մեկը կլինի, որ ես ջուր եմ ուզել, ու նույնիսկ քանակով էլ, թե ինձ տվեք 10 լիտր ջուր կամ 30 լիտր ջուր կբողոքի, ես այդ մարդու հետ կկանգնեմ կվիճեմ, որովհետեւ բանն այդպես հարց չի ելը։ Ջուրը կա, ջուրը մեր շատ լավ է։ Ես բողոքում եմ, որ մեր առուներն են մաշվել, աշխատանք արվում է, բայց ինչ իմաստ ունի։ Այդ աշխատանքը կարունելնում են 2 ամիս, էլ էքսկավատորով, էլ բումով, էլ ձեռքի բանվորները եկնում են, մաքրում են։ Ջրաչափության մասնագետի շրջայցը շարունակվում է Թալինի տարածքում։ Հարևան երկու ընկերությունների Թալինի եւ Շենիկի ջրբաժան հանգույցից սկսած։ Հանգույցում մակարդակաչափ է տեղակայված, որով մշտապես դիտարկվում եւ ավտոմատ գրանցվում են ջրանցքում ջրի տվյալները։ Դրան համապատասխան աղյուսակով հաշվառվում է ընկերությանը տրված ջուրը։ Հաջորդ դիտակետում կարուսել հիշեցնող այս զովարար ջրամբարձ անիվն է կամ ժողովրդական լեզվով ճախարակը, որի առաքելությունն իրականում ջրանցքի մակարդակից բարձր գտնվող հողատարածքներին ջուր հասցնելն է, ինչը եւս հաջողությամբ իրականացվում է։
Յուրաքանչյուր օր ընկերության տեղամասերում են նաև Թալինջոյի վերահսկողության շրջիկ թիմի անդամները։ Ստուգում ենք եւ հողը, եւ ջուրը, եւ օրինականությունը, այսինքն պայմանագրեր եւ այլ եւ այլ։ Եթե կան վեճեր, եթե կան խնդիրներ, նորից մենք կրկնակի անգամ կատարում ենք ջրաչափություն, մենք միշտ պատրաստ ենք կանգնում ենք ջրօգտագործողի կողքին։ Երբ հողը ջրի մարդիկ համերաշխ են իրենց ձգտումներում, արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տալիս, եւ այս դեպքում է, որ հանգիստ խղճով կարելի է ասել, նպատակն արդարացնում է միջոցը, մանավանդ որ անխափան միջոցը համառ աշխատանքն է։ Եթե չհավատա այսքան բան չի ստեղծել։ Ուղղակի ցանկացած գործ պետք է լինի տիրոջ ձեռքը, որպեսզի ապագա ունենա։ Եթե գործի գլխին չեղավ գործից հասկացող մարդը, ոչ մի գործ էլ ապագա չի ունենա։ Ջրօգտագործողների ընկերությունները մեր երկրում ստեղծվել են շուրջ 10 տարի առաջ, որպես անկախ կազմակերպություններ, ռոռոկման համակարգի կենսունակությունն ու ինքնուրույնությունն ապահովելու նպատակով։ Ստեղծվել է համապատասխան օրենսդրական դաշտ, որը կանոնակարգում է ռոռոկման համակարգում ծագող բոլոր իրավահարաբերությունները։ Առաջին ընկերության ստեղծման հետ խնդիր է դրվել ապահովել ջրօգտագործողների մասնակցային կառավարումը, սակայն անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ ջրօգտագործողներն ինչ-ինչ պատճառներով այնքան էլ չեն շտապում իրենց ընկերություններում հանդես գալ իրավունքի եւ պարտականության դիրքերից, հաճախ բավարարվելով վճարապրանքային պարզագույն հարաբերություններով միայն։ Ցավոք սրտի ոչ բոլոր գյուղացիներն են տեղեկացված եւ ընդհանրապես ջոերի աշխատանքին եւ իրենց կոնկրետ դերի մասին ռոռոկման համակարգում, որովհետեւ իրենք ունեն դեր խաղալու, այդ իրենց դերը նաեւ ամրագրված է ջոերի մասին օրենքում, բայց մեր գյուղացին հիմնականում մտահոգ է նրանով, թե արդյոք ջուրը ժամանակին կստանա, բավարար քանակով կստանա, բայց թե ով է մատակարարում այդ ջուրը, ինչ պայմաններ կան այդ ջուրը բերելու, հասցնելու դաշտ իր բույսին եւ այլն, դա այդքան շատ չի մտահոգում մեր գյուղացուն եւ այն դժգոհությունները, որոնք հաճախակի լինում են սակագնի հետ կապված կամ ջրի ենթադրենք ոչ թե այսօր տրամադրելու, այլ վաղը տրամադրելու հետ կապված, դա մի քիչ ուղղակի վատ տեղեկատվության հետևանք է եւ մենք կփորձենք այդ բացը նույնպես ինչ-որ ձևով փակել։ Մեծ նշանակություն ունի համակարգի ինստիտուցիոնալ զարգացումը։ Գիտեք, որ շատ դեպքերում այսօր հանրային ընկալումը արձանագրում է ռոռոկման այս մեր միավորները, հատկապես ջոյերը, որպես պետական օղակ, որպես պետական մարմին։ Ես կարծում եմ նաև ձեր հաղորդման օգնությամբ մենք կարող ենք հասնել նրան, որ այդ թուրըմբռնումը այնուամենայնիվ նվազի հասարակական ընկալման մեջ, որովհետև դրանք առաջերտին ինքնակառավարվող մարմիններ են, որոնք ստեղծում են առաջերտին հենց ջուրօգտագործողների կողմից։ Պետությունը ընդհանրապես օժանդակում է, աջակցում է առաջերտին իհարկե ֆինանսական ռեսուրսներով։ Ջուրց պահանջ հաղորդաշար ջրօգտագործողների մասին, ջրօգտագործողների եւ բոլոր նրանց համար, ովքեր մեր հող ու ջրի տերն են եւ ծառան։ Ջուրց պահանջ նաեւ իրավունքի ու պարտքի իմացությամբ։ Ջրօգտագործողների ընկերությունը ջոն ջրօգտագործողների կողմից ստեղծվող շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունը առաջնորդվելով հանրային շահերով իրականացնում է ռոռոկման համակարգի շահագործումն ու պահպանումը։ Ընկերության անդամներն իրավունք ունեն ստանալ ընկերության կողմից համամասնության եւ արդարացիության սկզբունքներով բաշխվող ռոռոկման ջուր կնքված պայմանագրերին համապատասխան, մասնակցել ընկերության կողմից որոշումների ընդունման աշխատանքներին, քվեարկել ընկերության ժողովներում, քննարկման համար հարցեր մտցնել ընկերության ընդհանուր ժողովի օրակարգ, ընկերության կառավարման մարմիններում ընտրվելու համար թեկնածուներ առաջադրել եւ ընտրվել այդ մարմիններում, ստանալ իրեն հասցված վնասի փոխհատուցում, ծանոթանալ ընկերության հաշվապահական փաստաթղթերին, ընկերության անդամը պարտավոր է կատարել կանոնադրության եւ ընկերության ընդհանուր ժողովի ընդունած այլ փաստաթղթերի պահանջները, կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում մուծել ընկերության սահմանած անդամավճարը, ընկերության հետ կնքել ռոռոկման ջրի մատակարարման պայմանագիր, ժամանակին վճարել ջրի վճարները, պահպանել ռոռոկման ժամանակացույցը։ ջոյ անդամները ունեն նաեւ ընկերության կանոնադրությամբ ամրագրված այլ իրավունքներ եւ պարտականություններ։ Տեր լինենք մեր հող ու ջրին, նաև իրավունքին ու պարտականությանը, եւ հիշենք, որ կենարար ջուրը, ցպահանջ, մեր բոլորի հոգացության կարիքն ունի։